Վահան Տերյանի հոբելյանական միջոցառումները շարունակվում են։ Այսօր Նինոզմինդայի կրթության, գիտության ու հուշարձանների պահպանության բաժնի նախաձեռնությամբ ու պոետի հայրենի Գանձայի թիվ 1 և թիվ 2 հանրային դպրոցների անմիջական մասնակցությամբ մեծանուն բանաստեղծին նվիրված միջոցառումների շարքը համալրվեց ևս մեկ գեղեցիկ ցերեկույթով, որտեղ օդը լիքներ Տերյանով, մշուշված էր նրա մոգական ուժով ու թախծադալուկ հայացքով։ Տերյանի պոեզիան համամարտկային պոեզիա է, սուտ հայկական երևույթ չէ, և այս տարի, քանի որ հոբելյանական տարի է, բազում միջոցառումներ են անցկացվել և սա էլ հերթական այսօր միջոցառմանն ենք ներկա գտնվելու, հուսով ենք ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ կլինի տեղը տեղին և մեր գյուղի Գանձայի աշակերտները իրենք Տերյանին կներկայացնեն ըստ արժանվույն։ Կարմի է հերավոր աշխարհում, դու աջերն ես, գտնում հերավոր, ես սիրում եմ, դու ինձ չես սիրում, և հին է քո խոսքերով։ Պատկերավոր միջոցառմանը ներկա էին Սակրեբուլոյի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, արվեստագետ Վաղինակ Ղազարյանը, Գանձայի թիվ 1 և թիվ 2 հանրային դպրոցների ներկայացուցիչներ, տնօրեններ, ուսուցչական կոլեկտիվը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ մշակույթի ու սպորտի ծառայության պետը, հնչեցին գեղեցիկ երգեր պոետի ստեղծագործական շարքից, պարեր հայ և վրաց եղբայրական ազգերի մշակույթներից և ամփոփվեց Վահան Տերյանի բանաստեղծական էջերը։ Դու իմ երկրի հարության անխապ վկա արարան, որքան մնանք մենք նկուն, որքան խավար միջնիխոր, ծիրանավոր մեր հոգում դու, պահապան զորավոր, որպես երազ դուսեղեն դյունապայծառ շողում, դու անխորտա կապավել, հրաճարակ մեր հոգում։ Վահան Տերյանը հոբելյանական պոետ չէ, և մենակ հոբելյանական տարին չենք հիշել։ Նա հավերժություն, եզերք, անսահմանափակություն, իմ բոլորս գիտենք։ Վահան Տերյանը դարասկզբում և դոր հայրենով սկսեց խոսել փախեցի սիրո մասին։ Հենց այդտեղ կարելի ասել, որ մարդը տարանջարեց կենտրոնական աշխարհից։ Այս զգացմունքները ինչ որ մարդը դարձավ մարդ, նա հենց այդ զգացմունքների մասին խոսեց։ Եվ դա համար որ դարձավ մեզ համար ամենակարևոր պոետներից մեկը։ Այսօրվա միջոցառումը շատ հաճելի էր, իրոք պետք է այս հավաքությունը տեղի ունենար, որովհետև նշվում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյա հոբելյանը, Տերյանի մասին շատ բաներ կարելի ասել, Տերյանը մեծություն էր հայ գրականության մեջ, նա նորեջ բացառեց հայ գրականության մեջ և իրոք Տերյանի խոսքերով այս արտասանությունները երեխաների շատ հաճելի էր, որոնք կարելի է տեղին նշել, որ Տերյանը մեր 20-րդ դարի դարասկզբին մեծ էջ բացառեց հայ գրականության մեջ և այդ ժամանակաշրջանում, երբ Տերյանին լսեցին հայ մեծ վարպետները, գրականության հայ մեծ վարպետները, նրանք զարմանք ապրեցին, թե ինչ նոր հայտնագործություն է եղել հայ գրականության մեջ և այցելեցին Ճավախք, մեծն վարպետ Ավետիք Իսակյանը և Հովհաննես Թումանյանը հյուրընկալվել են Գանձայում և այնքան նմանություն են տեսել Տերյանի ստեղծագործության և Ճավախքի բնության մեջ, որ նրանք ուղղակի զարմացել են, թե նման մեծ տաղանդ կա մեր գրականության ասպարեզում, ուրեմն եւ գնահատել են Տերյանին։ Այստեղ կարծես օծվեց Տերյանի բանաստեղծ լինելը եւ նրանք
գրում են այդ մասին, նրա կենսագրության մեջ կա այդ բոլորը, դե ես երկարացնեմ, Տերյանը շատ մեծ մեծություն է, Տերյանը ապրում է հավերժ եւ ամեն անգամ, երբ երիտասարդությունը Տերյան է ընկալում, այսինքն Տերյան է լսում եւ հնչեցնում է Տերյանի խոսքերը, արդեն Տերյանը նորից կրկին ու կրկին վերականգնվում է։ Մենք ողջունում ենք այսօր մեր ժողովրդի, մեր հայ ժողովրդի այն ամեն ինչը, որոնք նշում են ովքեր նշում են Տերյանի հոբելյանները եւ ինչպես նաեւ այս տարի նշվեց Տերյանի 140-ամյակը եւ նրա հայրենի գյուղում եւ ամեն օր։ Իմ գերեզմանը թող լինի հեռվում, որ մահացել են շշուկ, երգ ու ձայն, թող շուրջս փրվի անաս լուրություն, թող իմ չհիշեն, թող ինձ մոռանան, իմ գերեզմանին դուք չմոտենաք, թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած, թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ, չզգամ, որ կասեր և ծնորք և բաց։ Ի նշան երախտագիտության Նինոցմինդայի քաղաքապետարանի կողմից մասնակից դպրոցներին ու աշակերտներին հանձնվեցին նվերներ։ Сегодняшнее мероприятие организовано отделом образования, культуры и памятников мэрии Ниносминского муниципалитета и посвящено Дню поэзии Ваана Теряна. Участниками данного мероприятия являются ученики номер 1 Ганзийской армянской средней школы имени Ваана Теряна и ученики номер 2 Ганзийской армянской средней школы имени Шота Руставели. Участники представили песни, стихотворения, танцы, посвященные Дню поэзии Ваана Теряна. И в заключительной части мероприятия, как приятное дополнение к сегодняшнему событию, участники мероприятия получили подарки от имени мэрии Ниносминского муниципалитета. Ես դարձել եմ քեզ սովոր, կամահրաշի տանող, քեզ խոնար, ամեն անգամ լուխը տալիս, բայց ես աղքատ եմ այնքան դժվար քեզ համար։ Տարին տերյանական էր մեր մունիցիպալիտետում։ Սկսած տարեսկզբից կազմակերպեցին բազում միջոցառումներ տարբեր ձևաչափերով։ Ամփոփվեց տերյանական ողջ պոեզիան։ Հպարտենք, որ ջավախ աշխարհում ունենք Վահան Տերյան անուն եւ պարտական նրա լուսավոր պոեզիան միշտ պահել անհաստ բարձունքներում։